Հիշատակն արտարոց օրնության Երի ավատակից իրեր և եղբայրներ Այսօր Սուրբ Մովսես Թադևացի հայրավետի մահվան հիշատակության օրն Նա լինելով Թադևի վանքի միավան հիշատակում է որպես Թադևացի Տիգրանակերտում աշակերտել է Սրաբիոն Ուրայեցում, այնուհետև Գրիգոր Կեսարացում։ Մի քանի տարի անց, երբ ուսանում էր Տիգրանակերտում, նա խնդրում է Գրիգոր Կեսարացու օրհնությունը Երուսաղեմ մեկնելու համար։ Երուսաղեմում անցնում է ծառայության Սրբոց Հակոբյանց վանքում։ Դառնում է Սուրբ Հարության տաճարի հուսարան։ Եվ այստեղ է, որ սովորում է մեղրամոմը սպիտակեցնելու արվեստը։ 1611 թվականին Երուսաղեմից մեկնում է Պոլիս, որտեղ պատիարք էր դարձել նրա ուսուցիչը Գրիգոր Կեսարացին։ Այնտեղ նա մեծ հռչակ է ձեռք բերում, որպես խստագրոն և խոհեմ հոգևորական և ժողովրդի խնդրանքով Գրիգոր պատիարքի կողմից ստանում է վարդապետական գավազան։ Դրանից հետո սկսում է շրջել տարբեր վայրեր ու քարոզել Սուրբ Ավետարանը։ Այնուհետև գնում է Եգիպտոս, ծանոթանում տեղի վանքերի և վանականության հետ։ Դրան հաջորդում է վերադարձը մայր հայրենիք։ Նա հաստատվում է Սյունյաց անապատում Թադևի վանքում, որտեղ Սարգիս եպիսկոպոսը նոր միաբանության հիմք էր դրել։ Մովսես վարդապետը դառնում է Սարգիս եպիսկոպոսի աջ ձեռքը և Պողոս Մոգացի վարդապետի հետ սկսում է շրջել Հայաստանի գյուղերով ու քաղաքներով և կարոզում Սուրբ Ավետարանը։ Նրանք բացում են դպրոցներ, վերանորոգում կիսավեր եկեղեցիներ, վերահաստատում ժամասացությունը։ Եկեղեցին սկսում է վերազարթոնք ապրել, իսկ մարդիկ էլ վերադառնալ քրիստոնեական ակունքներին։ Սակայն երկու օրինակելի այս վարդապետերի կյանքը զերծ են նաև փորձություններից, որոնցից մեկն էլ Շահ Աբասի կողմից գերեվարությունն էր, որովհետև վարդապետները ագուլեցի մահմեդական Շահռուզ բեկի հալածանքներից խուսափելու համար Տեր Անդրեասը նրանց խորհրդով ացինել է տալիս դպրատան աշակերտների գլուխները, որպեսզի նրանք հաճելի չտվան Շահ Աբասին և վերջինս էլ նրանց չգերեվարի։ Իմանալով այդ մասին, Շահ Աբասը հրամայում է գերի վերցնել նաև վարդապետներին և նրանց ազատելու համար պահանջում է բավականին մեծ չափի փրկագին։ Քանի որ նրանք վայելում էին ժողովրդի սերն ու համակրանքը, շատ արագ հավաքվում է պահանջվածից ավելի շատ գումար, որը տալով է վարդապետերի հետ միասին նաև գերիների էլ ազատություն պարգևում։ Մովսես վարդապետը որոշում է գնալ Կարին և իր ճանապարհը անցնում էր Երևանով։ Գալով Երևան, նա տեսնում է, որ Երևանում էլ քարոզչական գործունեության կարիք կա, և որը նա կատարում է մեծ նվիրումով։ Այդ ժամանակ Արարատյան աշխարհի կուսակալ Ամիրգունա խանը, լսելով Մովսես վարդապետի մասին, հորդորում է նրան չեռանալ Երևանից, այլ մնալ և իր ծառայությունը շարունակել Երևանում։
Խանը նրան առաջարկում է հաստատվել Սուրբ Անանիա անապատում, որը կիսավեր էր և բարեկարգման կարիք ուներ։ Նա առաջարկում է, որ Մովսես վարդապետը նորոգի մատուրը, կառուցի վանական խցեր և հաստատվի այնտեղ որպես վանական վարդապետ։ Վերջինս ընդունում է այդ առաջարկը և ձեռնամուխ լինում եկեղեցու շինության և պայծառության գործի։ Հիմնում է միաբանություն, շենացնում է վանքը, որի ամբավը տարածվում է ողջ տարածաշրջանում։ Շատ մարդիկ իրենց նվիրատվություններն են կատարում վանքին։ Սուրբ Անանիայի անապատում ևս Մովսես վարդապետը կարգավորում է ժամասացություններն ու վանական կյանքի կանոնները։ Մելքիսեդեկ կաթողիկոսը գալիս է Սուրբ Անանիայի անապատ և Մովսես վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս։ Դրանից հետո Մովսես եպիսկոպոս ընդունելով Սպահանի հայերի հրավերը մեկնում է Սպահան և քարոզում տեղի հայերին։ 1626 թվականին Հայաստան եկած Շահ Աբբասի նախարարներից Բայնդուր բեկին Մովսես եպիսկոպոսը նվիրում է իր պատրաստած սպիտակ մոմերից, որոնք հասնում են Շահ Աբբասին։ Նա էլ հրավիրում է սրբազանին իր մոտ Պարսկաստան, որպեսզի իր շնորհակալությունը ու երախտագիտությունը հայտնի նրան, նաև խնդրի, որ սովորեցնի այդ արվեստը պարսիկներին։ Եվ ի վարձատրումն իրենց բարեկամության Շահը Մովսես Տաթևացուն շնորհում է Էջմիածնի լուսարարապետություն։ Սուրբ Էջմիածնում էլ Մովսես Տաթևացին փայլում է իր անձնվեր հոգևոր ծառայությամբ, մաքրում է Մայր տաճարի շրջակայքը, նորոգում քանդված մասերը, կառուցում է տալիս բարձր պարիսպներ, վերանորոգում տաճարի գմբեթը, գնում է Պարսկաստան և հայ մեծամեծների օգնությամբ Շահ Աբբասին հաջորդած Շահ Սեֆիին ջնջել է տալիս Էջմիածնի վրա տարեց տարի կուտակվող հարկային պարտքերը։ Շահի հավանությունը ստանալով հայ մեծամեծները ցանկանում են Մովսես եպիսկոպոսին տեսնել կաթողիկոսական գահին։ Եվ 1629 թվականի հունվարի 13-ին նա ոցվում է կաթողիկոս։ Նա որպես հայոց հայրապետ մարել է տալիս Սուրբ Էջմիածնի պարտքերը, կառուցում վանքի պարիսպները, միաբանական սենյակները, վեհարանը, հյուրանոցը, հաստատում է դպրոցներ, բարեկարգում վանական կյանքը, վերականգնում խաթարված ժամակարգությունները և հայոց կաթողիկոսների միանձնյա իշխանությունը։ Նրա կաթողիկոսության տարիները խաղաղության տարիներ էին, քանի որ նա լինելով հմուտ դիվանագետ կարողանում էր խույս տալ վտանգներից և նաև իր սրբակենցաղ վարքը մեծ պատկառանք էր ներշնչում և մարդիկ հաշվի են նստում այս փաստի ու իրողության հետ և հանգիստ էին թողնում հայ եկեղեցում։ Նա գահակալեց 3.5 տարի և գեղեցիկ զուգադիպությամբ նա մահացավ Սուրբ Անանիա առաքյալի անապատում, որտեղ 1632 թվականի մայիսի 14-ին ուխտի է եկել։ Նրա մարմինը հողին անցնվեց Օզերնի գերեզմանատանը։ Սուրբ Մովսես Տաթևացու մասին ասում էին, որ ողորմած էր, երկայնամիտ, մաքրակենցաղ ու սրբասուն, զորավոր էր աստվածաշնորհ վարդապետությամբ և քաղցր քարոզչությամբ։
Սիրելիներ, արդեն մի քանի տարի է, ինչ նրա մահվան հիշատակության օրը Արաքյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճարի օրդությամբ Մաշտոցյան մատենադարանից Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի է բերվում Զորավոր ավետարանը։ Ավետարանը գրվել է Կիլիկիայում 13-րդ դարում։ 14-րդ դարի վերջին ձեռագիրը բերվում է Երևան։ Եվ երևանցի վիշապի որդի Հակոբը գնում է ավետարանը եւ նվիրում Երևանի 230 եկեղեցուն։ Իր պատիվ ընծայողներին ավետարանը հայտնի է դառնում որպես վիշապկենց ավետարան։ 15-րդ դարում 230 եկեղեցու սպասավոր ավետարանը նորոգող Ներսես Մոգացին վկայում է, որ վիշապկենց ավետարանը արդեն իսկ 230 եկեղեցում մարդկանց հայտնի էր դարձել իր բժշկության զորությամբ, ձեռք բերելով Զորավոր ավետարան անունը։ Հետագայում ավետարանը տեղափոխվել է Սուրբ Անանի առաքյալի անապատ և զետեղվել այնտեղ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն էլ ավետարանի անունով ստանում է նաև Զորավոր եկեղեցի անունը։ Այդպես է անվանվել Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնիսկ ավետարանի բացակայության ժամանակ։ Այդպես է անվանվում մեր եկեղեցին նաև այսօր։ Այնուհետև Զորավոր ավետարանը տարվել է Արտազի Սուրբ Տադեոս առաքյալի բանկ։ 1911 թվականին Էջմիածին է բերվել, իսկ 1939 թվականին կրկին Երևան, բայց այս անգամ արդեն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան։ Սիրելիներ, այս կարևոր օրը խնդրենք Սուրբ Մովսես Տաթևացու բարեխոսությունը, որ ավետարանն իր աստվածաշնորհ զորությամբ բժշկություն պարգևի մեր հոգիների ու մարմինների, ըստ քարյաց վերոց և հաղոր դարձնի աստվածային զորություններին ու շնորհներին։ Այսօր մենք ավետարանի պարգևած օրհնությանը հաղորդակից ենք և նաև Աստծուց խնդրենք սրբի իմաստությունը քրիստոնեական ճշմարիտ վարքի մեջ աճելու համար։ Սրբերի կյանքն ու վարքագրությունը աննկարագրելի կերպով ոգեշնչող են մեզ նման մարդկանց համար։ Դրանք մեծ խորհուրդ ունեն, հետևաբար և ուսուցողական են, ու քաջալերում են մեզ և ուժ են տալիս, մխիթարում են, յուրահատուկ փորձ են փոխանցում իրենց սերունդներին։ Շատ կարևոր է, որ ուր էլ մարդ հայտնվի կյանքի ընթացքում Աստծո կամոք մնա հավատարիմ քրիստոնեական աստվածադիր պատվիրաններին, չկորցնի զգաստությունը, լինի բծախնդիր առաքելության կատարման մեջ, հետևողական լինի և նախանձախնդիր և պատրաստականությամբ ապրի կյանքն ու ծառայի մարդկանց, որը սովորում ենք Սուրբ Մովսես Տաթևացու վարքից։ Ողջիրոջ օրհնությունը, սրբի բարեխոսությունը և զորավոր Սուրբ ավետարանի օրհնությունն ու զորությունը առաջնորդի մեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ դու մեզ համարձակաձայն բարբարով, բանալս վերանս մեր, կարդալս կեզ երկնավորդայ, երկեր և ասել։ Amen.
ընդ որոնք ես հոգույց սրբո և հորամենագարի, վայելեպար, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ամիտյանց, հավիտենից ամեն։